Դիտում եք առաջին լրատվականի մայիս 28-յան տոնական թողարկումը բարի երեկո առաջինի տաղավարում աշխատում են Քրիստինե Մելքոնյանը և Աբրահամ Գասպարյանը։ Այսօր Հայաստանը նշում է Հանրապետության օրը։ 1918 թվականի մայիսի վերջին տասնօրյակը բացեց մեր նոր պատմության առաջին ամենափայլուն էջը, որը կրում է անմոռանալի Սարդարապատ անունը։ Հանրապետության տոնի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը նշել է, որ մայիսի 28-ը բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր և որի համար իրեն զոհաբերել են ազգի լավագույն զավակները։ Հանրապետության նախագահը նշել է. Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվ և շրջեցինք ցանկալի ուղղությամբ։ Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը սակայն կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր հոգեբանության և քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ոչ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ոչ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ, ապրել ու պայքարել որպես Հայաստան, ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը, և մայիսյան հերոսամարտերը խարսխված էին առաջին հերթին հենց սրանց վրա։ Մայիսի 28-ն ինձ համար հատկապես թանկ է նրանով, որ այդ օրը մենք փոխեցինք մեր ինքնագնահատականը։ Ավելին, փայլուն ճակատամարտերն ու քաղաքական անկախության հայտը փոխեցին նաև օտարների գնահատականը։ Մայիսի 28-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ շատերի համար չկար Հայաստան և չկար հայություն որպես քաղաքական գործոն։ Այդ օրը մենք բոլոր հարևաններին, հեռու և մոտիկ բարեկամներին ու թշնամիներին ասացինք, որ մենք կանք և կանք որպես լրջագույն գործոն տարածաշրջանում։ Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք ազգ ենք ու պետություն, ունենք շահեր և նպատակներ, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ ու մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակները։ Մյուս կողմից մեր հռչակած հանրապետությունը որդեգրեց ամենաառաջադեմ գաղափարները, ժողովրդավարության և իրավունքի այն ամենաբարձր նշաձողերը, որոնք այդ պահին գոյություն ունեին աշխարհում։ Մենք պետականորեն որդեգրեցինք համամարտկային ու ազգային արժեքներ, համոզված լինելով, որ դրանք փոխլրացնում են միմյանց։ Մենք հեռու ենք մեր առաջին հանրապետությունը իդեալականացնելու մտքից։ Չենք մոռացել, որ այն նաև սովի, համաճարակների, գաղթականության և կիսամեռ որբերի երկիր էր, բայց դրանով նա մեզ համար դառնում է ավելի թանկ։ Մայիսի 28-ին հիմք էր դրվել նոր պետական կառույցի, որն ստանձնել էր մի հինավուրց ժողովուրդ կործանումից փրկելու առաքելությունը։ Սակայն կատարվել էր ամենակարևորը, ծնվել էր հոգեբանորեն և քաղաքականապես նոր հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք և պետության հպարտ քաղաքացուն վայել նկարագիր։ Մաղթում եմ, որ միշտ արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին։ Այսօր Հայաստանը նշում է Հանրապետության օրը։ 1918 թվականի մայիսի վերջին տասնօրյակը բացեց մեր նոր պատմության առաջին ամենափայլուն էջը, որը կրում է անմոռանալի Սարդարապատ անունը։ Արդեն ավանդաբար, որպես մայիսյան հաղթանակների տոնակատարությունների բարձրակետ մայիսի 28-ի վաղ առավոտից Սարդարապատի հուշահամալիրի զանգերը հնչեցնում են Սարդարապատի Բաշապարանի, Ղարաքիլիսայի հաղթական ոգու և միաժամանակ հիշատակի ղողանջները։ Այս օրը մայիսյան հերոսամարտերի նահատակների ու հերոսների հանդեպ իրենց հարգանքի տուրքը մատուցելու նպատակով հանրապետության տարբեր մարզերից այստեղ եկած մարդիկ ամեն տարի նշում են հայոց ռազմական սխրանքների տոնը։ Եվ ավանդաբար դեպի հուշահամալիր ձգվող մարդկային հոսքը գլխավորում են Հայաստանի քաղաքական ու հոգևոր առաջնորդները։ Հանրապետության նախագահի ծաղկեպսակն ու խոնարհումն էլ Հայաստանի օրհներքի հնչյունների ներքո էր։ Հոս եկանք, որ հիշենք մեր առաջին անկախությունը։ Այցելած ենք Արցախ, այցելած ենք դպրոցներ, այցելած ենք Ձիձեռնագափերտ։ Ձարդ ընկած ենք Փերծորի մեջ, որ երեխաները ավելի կապված գսկան հայրենի հողին։ Երկրի քաղաքական և հոգևոր առաջնորդների հետ պատմական հաղթանակը տոնելու համար Սարդարապատ էին շտապել մայրաքաղաքի և մարզերի բնակիչները, Սփյուռքի մեր հայրենակիցներն ու օտարերկրացիները։ Նախքան ժողովրդական տոնախմբությանը միանալը հանրապետության նախագահը և հայոց հայրապետը ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի հուշակոթողին, 1 րոպե լռությամբ հարգելով այն բոլոր հերոսների հիշատակը, ովքեր հանուն պետականության ընկան մայիսյան հերոսամարտում։ Նորանկախ Հայաստանում առաջին հանրապետության ծննդյան օրը նշվում է առատ սեղաններով, երկու պարով։ Չխախտելով ավանդույթը պաշտոնական հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանը մոտեցավ Արմավիրի մարզի բոլոր համայնքները ներկայացնող տաղավարներին։ Այն ամեն ինչ կարող է հյուրերին պատմել, իսկ հայաստանցիներին հիշեցնել հայկական սովորույթների ու ավանդույթների մասին ներկայացված էր շռայլորեն։ Խոհանոց, հայկական ավանդական հարսանիք, մարզի տարբեր համայնքների դպրոցների սաների ձեռքի աշխատանքներ, գորգեր և կտավներ, որոնք պատկերում են գյուղական կոլորիտն ու ներկայացնում հայ մարդու կենցաղն ու ապրելակերպը, մշակույթն ու նիստուկացը։ Ուրախ տոնը սկսվել է
Ազգային երգերը ազդարարեցին ուրախտոնի մեկնարկը, մաղթելով խաղաղություն աշխարհին եւ հայոց երկրին։ Բացօթյա սեղանների շուրջ արմավիրցիները տանտիրոջ իրավունքով հրավիրում էին բաժակ բարձրացնել պատմական հաղթանակի համար։ Բոլորի տոնը շնորհավոր եմ եւ թող դուք ձեր ամբողջ երանդը ապիմոներ դնեք շատ լավ Ինչպես են մեր նախնիները բուրդ գզել, ուտել մանել, ցորեն ու գարի աղացել, խմոր հունցել ու գաթաթխել։ Այս ամենն արդեն ավանդաբար մարտի միջնակարգ դպրոցի սաները ներկայացնում են երկրի առաջնորդներին ու հյուրերին։ Դհոլ ու զուռնա հայկական ավանդական հարսանիքի համար, ծաղիկներ Կարաբալայից, երգերն էլ հայկական գորգի նստած հայուհիների կողմից։ Սարդարապատում էր նաև Շուշիի պետթատրոնի տիկնիկային խումբն իր հերոսներով։ Հայոց ձեռքին մենք չենք դառնա խաղալի, այնպես կծեցենք, որ վիշեն հոր արսալի։ Հյուրերի թվում էին նաև օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան զինվորականներ, որոնք հետաքրքրված էին հատկապես հայկական դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակով, նաև սաների պատմության գիտելիքներով։ Բեմականացման փոքրիկ թերությունները չհաշված Մարզի Շենավանի միջնակարգ դպրոցի կրտսեր սաները խոսեցին նաև մայիսյան հաղթանակների մասին։ Գիտես ինչ ես սխալվում, որտեղ պագոնները շատ մեծ Սերունդներին մենք դաստիարակում ենք Սարդարապատի ոգով։ Սարդարապատը մեզ հիշեցնում է, որ մեր արմատները խորն են ու մենք մեր արմատներով միշտ էլ հզոր ենք ու ամուր ենք։ Արմավիրում էին նաև արցախյան հերոսամարտի հերոսները, հատուկ վերաբերմունք եւ ուշադրություն նրանց։ Պատրաստ եք, չէ՞ թե առաջ գնալու հրաման տվեք։ Մենք սիրում ենք մեր հողը, մենք սիրում ենք մեր ազգը։ Մենք բարձրապես պետք է նորից արտնասնենք մեր մեջ այն, ինչ որ մենք ունեցել ենք միշտ։ Մենք պետք է միասնական լինենք, մենք պետք է լինենք մեր ճակատագրի դարբինը, մենք պետք է համախմբված լինենք մեր գերագույն գլխավոր հրամանատարի, մեր ազգային իղձերի, ազգային գաղափարախոսության, ընդդիմություն թե իշխանություն, կապ չունի, ազգային եւ պետական հարցերում մենք պետք է լինենք միասնական եւ շարժվենք առաջ։ Նախագահը եղավ նաև Հայաստանի ազգագրության եւ ազգային ազատագրական պայքարի պետական թանգարանում։ Տարվա ամենագլխավոր ձեռքբերումն այստեղ թանգարանային մոնիտորն է, այն դեռևս միակն է Հայաստանում։ Բարձր տեխնոլոգիաների միջոցով առաջին անգամ հայկական լեռնաշխարհը ցուցադրվեց նորագույն իռաչափ պատկերով։ Սարդարապատի հերոսամարտի 94-ամյա տարեդարձի կապակցությամբ թանգարանում նաև բացվել է նոր ցուցադրություն նվիրված Հայաստանի առաջին հանրապետության մեծ զորահրամանատար Սարդարապատի հերոս Մովսես Սիլիկյանին։ Լուսինե Մկրտչյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական։ Սարդարապատ Բաշապարան Ղարաքիլիսա հայկական դրոշը 6 դարյա խավարից հետո ծծանվեց հայրենիքի արևելյան հատվածի մեկ հատվածի վրա։ Ինչպես դա տեղի ունեցավ մեր անդրադարձում։ Արարատյան դաշտ ներխուժած թուրքական հրոսակները գրավել էին Սարդարապատ կայարանն ու այդ հենակետից սպառնում էին Երևանին ու Էջմիածնին։ Սպառնալիքի տակ էին ոչ միայն հայոց քաղաքական ու հոգևոր մայրաքաղաքները, այլև փաստացի հայության վերջին բեկորները։ Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանի ու մի քանի զորահրամանատարների կամքի ուժով հայկական ջոկատներից շտաբ ձևավորվեցին կանոնավոր զորամիավորումներ, որոնք մի քանի օր տևած մարտերում գլխովին ջախջախեցին թուրքական զորքը։ Կենաց ու մահու պայքարում հայկական զենքի փայլուն հաղթանակը ոչ միայն փրկեց Երևանն ու Էջմիածինը, այլև վերարտնացրեց հաղթանակող հայի հոգեբանությունը։ Անկախ Հայաստանի տեսլականը դարձրեց իրատեսական նպատակ։ Սարդարապատի հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել 5.5 դար առաջ կորցրած պետականությունը։ 1918 թվականի մայիսի 24-ին 6000 զինվորներ Դրաստամատ Կանայանի հրամանատարությամբ գրավեցին Ալի Քուչակն ու այնտեղից մտան Բաշապարան։ Հայկական զորքերը 4 օրերի ընթացքում ջախջախեցին թշնամու երկու գնդերն ու ծանր հրետանին եւ պատրաստ հող ստեղծեցին անկախ պետության հռչակման համար։ 20-րդ դարի ավար այդ բնորոշումը ստացած Սարդարապատի հերոսամարտի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից եւ հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար։ Այդ նույն օրերին մայիսի 26-ին Անդրկովկասյան Սեյմը հայտարարեցին լուծարումը, իսկ մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Այդ օրվա նշանակությունն անգնահատելի է ոչ միայն հայկական պետականության երկար սպասված վերականգնման եւ մեր փառապանց հաղթանակների առումով, այլև անհերքելի է եւ պատմական փաստ, որ երրորդ հանրապետությունն իր գոյությամբ պարտական է առաջին հանրապետության ծննդին։ Դեռ երկրորդ հանրապետության օրոք Սարդարապատի ճակատամարտի վայրում պատմական ճակատամարտից 50 տարի անց 1968 թվականին կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը։
1918-ի մայիսի 20-ը մեր պատմության կարևորագույն տարեթվերից է այդ օրը վերագտանք ավելի քան 5 դար առաջ կորցրած անկախությունը։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար ամենից առաջ պարտական ենք մայիսյան հերոսամարտերին, ասել է պատմաբան Բաբկեն Հարությունյանը։ Նրա խոսքով դա իրոք համաժողովրդական պատերազմ էր։ Հիմնական ռազմաճակատն իհարկե Սարդարապատի գիծն էր, որտեղ տեղի ունեցան խոշոր իրադարձություններ։ Թուրքերը, որ մտադիր էին վերացնել ամեն հայկականություն, ստիպված եղան հաշվի նստել նոր իրականության հետ։ Սարդարապատը համազգային միասնության հաղթանակն էր, գոյատևման այդ պայքարում համախմբվեցին Արևելյան Հայաստանի բոլոր տարածաշրջանների հայերը, անկախ քաղաքական համոզմունքներից, զինվորականը, աշխարհազորայինը, բանվորը, գյուղացին, մտավորականն ու հոգևորականը։ Եվ այդ նաև համազգային միասնության հաղթանակը պատմաբանների գնահատմամբ Սարդարապատի առաջին եւ ամենակարևոր դասն է։ Հայ ժողովրդի բոլոր հատվածները ցույց տվեցին, որ իրենք արժանի են մարտիկ ժողովուրդ կոչվելու համար։ Մայիսյան հերոսամարտերից նրանք ցույց տվեցին, որ իրենք կարող են աշխարհի լավագույն զինվորները կոչվել, եւ վերջապես այդ հատկությունը ծնվեց բացարձակ ամբողջական իմաստով Արցախյան ազատամարտի ժամանակ, որը եւ ի վերջո բերեց հաղթանակի եւ ծնվեց երկրորդ հայկական հանրապետություն։ Այս արդյունքների հիմքի վրա էր, որ հետագայում մենք կարողացանք հաղթանակ տանել Արցախյան հերոսամարտի օրերին եւ ստեղծել մեր երկրորդ հանրապետությունը, Արցախի անկախ հանրապետությունը։ Դա իհարկե մայիսյան հերոսամարտերի փորձի եւ առաջին հանրապետության նաեւ պատմական դասերի հիմքի վրա էր, որ ստեղծվեց։ Պատերազմում կռվում են զենքով, բայց հաղթում են մարտիկները։ Ռազմարվեստի տեսաբանների այս ասույթը մեր պատմության բոլոր փուլերում փայլուն կերպով ապացուցել է հայ զինվորը։ Մայիսյան հաղթանակները կերտվեցին տարբեր ժամանակներում, աշխարհաքաղաքական տարբեր մարտահրավերների եւ նույնիսկ ապագայի տարբեր տեսլականներով, բայց հանուն մեկ՝ ազատ անկախ պետություն ունենալու գաղափարի։ Ոգին ու դրա հաղթական ուժն անշուշտ ամենակարևորն էին այս պայքարում, բայց կռիվը նաև ֆիզիկական լուծում ուներ՝ զենքով։ Այսօր արդեն թանգարանային համարվող զենքերը բաց երկնքի տակ հենց թանգարանային ցուցադրությամբ ներկայացվել են Վայոց ձորի մարզում։ Տոնական միջոցառմանը միմյանց շնորհավորել են մայիսյան բոլոր տոների առթիվ 1+1։ Մայիսյան հաղթանակների վերջին ակորդներով առաջին հանրապետության անկախության հռչակման տոնի նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Վայոց ձորի մարզում։ Թանգարան բաց երկնքի տակ խորագիրը կրող ցուցահանդեսի շուրջ տոնական միջոցառման մեկնարկը Եղեգնաձոր քաղաքում էր։ Հայնական պատերազմից մասնակից եմ։ Երկար տարիներ ապրում ենք, 87 տարեկան ենք, փոքր չենք, բայց ողջունում եմ, որ այսօր տոնվում է Հայաստանի առաջին հանրապետության օրը։ Հայ ժողովրդին ցանկանում եմ երջանկություն, առողջություն։ Մենք այն ժամանակ կռվում էինք հանուն հայրենիքի, հանուն Ստալինի, այդ հայրենասիրությունը մեր մեջ այն ժամանակ շատ բարձր էր։ Սա ցույց է տալի, որ հայրենասիրությունը պետք է ժողովրդին։ Սա ցուցադրվում է, որ երիտասարդությունը կարողանա կռահել, ինչ պետք է արվի հայրենիքի պաշտպանման համար։ Եվ ինչով են մարդիկ կռվել, ես այնտեղ զենքից մեկին մա, բայց հիմա այս կա զենքերը չկան, ուրիշ զենքեր են, բայց զենքը մարդու համար է, հարկավոր է դրանը թողնել մի կողմ, խաղաղ ապրել։ Հայաստան ինձ համար մնում է որպես Հայաստան։ Ես ուր էլ գնամ իմ հայրենիքի տերին, իմ այս լեռների քարերը ինձ համար ավելի հարազատ են, քան ուրիշտեղի դափաստանները։ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրում հավաքված հյուրերը բարեմաղթանքներ հղեցին ներկաներին հաղթական անկախ Հայաստանի Հանրապետության տոնի առթիվ, այնուհետև ի նշան հայ-ռուսական բարեկամության պատվոգրեր ու հուշանվերներ շնորհվեցին հայրենական պատերազմին մասնակից վետերաններին։ Մենք սատարում ենք բոլոր այն միջոցառումներին, որոնք նվիրված են հայրենական պատերազմի հուշարձանների վերականգնման գործին։ Սա շատ կարևոր միջոցառում է եւ մեծ նշանակություն ունի այսօրվա սերնդի դաստիարակության գործում։ Եղեգնաձորի քաղաքապետարանի եւ Մոսկվա բնակ Վայոց բարերարի ջանքերով կրկին վերանորոգվեց հուշահամալիրն ու մեծ տանկի կողքին իրենց տեղը գտան նաեւ պատերազմներում հաղթանակած հայ զինվորի ուղեկից զինատեսակները։ Որոշեցինք կապել ինչ-որ ձևով եւ Արցախյան պատերազմի եւ ընդհանրապես հիմնել զենքի բացօթյա թանգարան, որը որ մեր երեխաների համար, նամանավանդ տղաների եւ ընդհանրապես գալիք սերունդի համար ունի մեծ նշանակություն
հայրենասիրական նշանակություն, ռազմահայրենասիրական դաստիարակման նշանակություն եւ ծրագրից հետո մենք նաեւ ունեցանք բարերար մեր հայրենիքի ներկայացուցիչ, բայց Ռուսաստանի Դաշնությունում ապրող Վարդան Հայրապետյանը, որը արձագանքեց մեր ծրագրին, հավանություն տվեց եւ Բարք Աստծո կարողացանք շատ կարճ ժամանակում կայացնել այս թանգարանը, որը ունի նաև զարգացման միտում։ Մենք չենք թողնելու այդպես, զարգացնելու ենք եւ դարձնելու ենք յուրօրինակ թանգարան բաց երկնքի տակ։ Եվ թող երբեք այս զենքերը չկրակեն, թող լինեն լուր խորհրդանիշը մեր տարած հաղթանակների, թող երբեք պատերազմ չլինի։ Ի նշան երախտագիտության